Ինչի հանրության մի մասը այդ վարչապետի ստերը, այդ աբսուրդները, հա, որ ինքը անդադ ասում է, անցալում է, որտեվ դա հոգեհարազատ է եւ ես մի օրինակ բերեմ, ուրեմն 17-րդ դարի մի ֆրանսիացի ճանապարհորդ, որ Օսմանյան Թուրքիայում ճանապարհորդում էր, նոթեր է գրել եւ ինքն այնտեղ նկարագրում է, ասենք, թուրքերին, հույներին, հայերին եւ ինչ ասում, ինքը ասում է, երբ որ Թուրքի հետ դու գործ ես բռնում, հա, ասենք գործնական բիզնես, առևտուր եւ այլն, ասում է բանավոր պայմանավորվում է հավանականությունը մեծ է 90% կամ այլն 90% չի ասում էլի, որ ինքը իր խոսքը կկատարի, դու էլ քոնը կկատարես։ Ասում է, այս հույները շատ ված ժողովուրդ են, հույները խաբել սիրում են։ Դրա համար մի հատ պետք է թղթի վրա բոլոր հնարավոր տարբերակները գրես, որ ասենք այս դեպքում, այս դեպքում, այս դեպքում, որ քեզ չխաբի ու ստորագրես, հակա, պայմանագիր լինի։ Ասում է հայերի հետ, ուզում ես պայմանագիր կնքի, ուզում ես ստորագրի, ուզում ես մի ստորագրի, մեկը խաբելու էլի, ոչինչ չի փրկելու։ Հիմա տեսեք, մենք հիմա ունենք մի 2 օրից հետո փաստացի վարչապետ, որ այդ դասական կերպարն է։ Եվ այդ դասական կերպարի հանրության ես ուղղակի կասեմ, էլ ուզում եղանա, ուզում չեղանա, արդեն բանից անցել է։ Ցածր կրթական ցենզ ունեցող հանրության հատվածը իր մեջ տեսնում է հոգեհարազատ, ինքը այդ հատվածի ծոցից է դուրս եկել, հա։ Եվ այդ խաբել, գցել եւ այլն, դա իրենց մեջ կա եւ իրանք այդ խաբել գցելը բերել են միջպետական հարաբերությունների մակարդակի։ Բայց դա աշխատող տարբերակ է միջպետական հարաբերություններում, եթե առաջնորդվեն այդ խաբել, գցելու, ֆռցնելու, ասել, չանելու ընտրություններում 500,000 ձեն հավաքելու համար մնացածը երևի տարբեր տեխնոլոգիաներով ավելացվել է, բավական է։ Միջպետական հարաբերություններով դա չի անցնում, որովհետեւ տեսեք, ինքը 18 թվականից սկսեց ասել բանակը վաճառված է, գեներալները կաշառակեր են եւ կռվող չեն, մեր բանակը բանա դավաճաններ են։ Հետո ասեց քրեաօլիգարխիկ համակարգա, որը սպասում է ես Արցախում պարտվեմ, որ Հայաստանում իշխանությունը փոխվի եւ դրա համար իրենք դա կազմակերպում են։ Հետո ասում է արցախցիները փախած, ոնց էր ասում, փախած թե հա, նմանատիպ բառ ես կդժվարանամ հիմա հիշել, թռած, հա, եկներեք, եթե չի համապատասխանում, բայց այլն։ Հետո ինքը ասում էր են Բաքուկ նստածները, որ հիմա նստած են, վատ բաներ էր ասում, հետո հաջորդ փուլում ասեց նրանք գնացին այնտեղ նստեն, որ մենք դառնանք ինքնիշխան։ Ու սենց աբսուրդային կամ ինքը ասում է դա հոգեբուժության տեսանկյունից այլ բնութագրում ունի, պարոն Դանիելյան, ասենք։ Եթե անձին ենք մենք բնութագրում, կարող է հոգեբուժության տեսակետից խնդիր կա, բայց եթե մոտ մի 400-500,000 իրեն ընդունում, այսինքն այս հանդրության գալիս ենք հարցի սկզբից։ Այս հանդրությունը բուժվելու կարիք ունի, որովհետև ստեղ արդեն եւ տրամաբանական խնդիր է եւ արժե համակարգային խնդիր է, եւ եկեք բաց խոսանք, էլ է որ ասում են ժողովրդին պետք չի վիրավորել եւ եկեք ամեն ինչը ճիշտ խոսենք, ճիշտ ասենք, այո, այս ժողովրդի մի հատվածը ունի շատ լուրջ արժե համակարգային խնդիր եւ ես երկրորդ բանը կասեմ, որը շատ շատերի դուրս չի գա։ Սովետական միության ժամանակ, որ կար որոշակի արժեքային համակարգ, սովետականներ, սոցիալիստականներ, այդտեղ աբսուրդներ էր, հա, այդ կոմունիստական գաղափարը եւ այդ աբսուրդներից բացի, այնտեղ որոշակի արժեքային համակարգ էր ներարկվում, մուլտերի միջոցով, հեքիաթներ, ընկերասիրություն, հայրենասիրություն եւ այլն։ Նույնիսկ շատ տհաճ պատմությունների Պավլիկ Մարոզովի պատմությունը դա գաղափարախոսության մասին է։ Այսինքն այս 2 օրից փաստացի վարչապետը ասած Պավլիկ Մարոզովը պետական շահը բարձր միջմարտկային հարաբերություններ միջտանեկան եւ այն ժամանակվա իրական սովետական միության հիմա իրական գաղափարախոսություն։ Այսինքն այս խնդիրը չափազանց լուրջ խնդիր է եւ սովետական միությունը որոշակի մտածողություն սար փոխեց, պետական ինստիտուտներ ձևավորվեցին, կրթական համակարգ, ես մի հատ թիվ կասեմ, կրթական համակարգը կայացավ, պետական ինստիտուտները խոսեցին, հայրենասիրություններ քարոզվում, այդ ամբողջ գրականությունը հայրենասիրական Սիլվա Կապուտիկյան, Դերենիկ Դեմիրճյան եւ սովետական միություններ, չէ, Պարուր Սևա, չնայած ես չեմ սիրում հայրենասիրություն, չէ, հայրենասիրության այն մոդելը, որ հիմա կա, դա սովետական միության շնորհքն էր, սովետական միության պետպատվերի մեջ էր մտնում 41 թվականից։ Բայց դա հիմա քննադատում են, պարոն Դանիելյան, որ դա կայսրական հայրենասիրություն է։ Այո, կայսրությունները ուրեմն մեկ կարևոր բան պետք է հասկանան։
կայսրությունները իր մեջ ապրող ազգերի մշակույթը, էթնիկ մշակույթը, պատմությունը եւ ֆինանսավորում կայացնումը թույլ չի տալի քաղաքական դրսևորումներ։ Ուրեմն սովետական միությունում ազգային մշակույթներ եւ նույնիսկ ազգեր են ձևավորվել սովետական միության ժամանակ ուղղակի քաղաքական դրսևորումներ չէ թույլ։ Հիշում եք երկի ժողովրդական, ասենք պարարվեստ, անսամբլներ, երաժշտության բան եւ հիմա տեսեք սովետական միության ժամանակ մի շերտ է ձևավորել որոշակի արժեքային համակարգի վրա իր բացական կողմերով հանդերձ եւ թիվ ես ասացի չէ ուրեմն սովետական ուրեմն 1870 քանի թվականին Կարսի նահանգում տվյալներով բնակության 10-12%-ը տառաճանաչ է եղել ոչ թե գրագետ տառեր է իմացել այո իմիջիայլոց Հայաստանի տարածքում այդ նույն թիվն էր այնպես չի որ Հայաստանի տարածքում ապրած հայերի մոտ Հայաստանի տարածքում ավելի վատ է որտեվ Կարսում դեղ ռուսներ որոշակի մշակութային բան կար հիմա տեսեք այս ամեն ինչը ստեղծվել է սովետական միության ժամանակ հիմա կարելի էր առաջ անցնել մառազները մի կողմ դնել սովետական հիմա մենք գնում ենք հետ եւ եկել է այն շերտը թաքնված շերտը սովետական միության այդ պատմական այդ ճնշված ինքնիշխանությունը չունեցող թուրքի ճորտ այն որ ասում ես չէ լավա թուրքի շուն լինենք ամուսից այդ թուրքի շուն եղած դարերով մի շերտ որը չի քաղաքակրթվել բայց թաքնված վիճակում մնացել է հիմա իր ներկայացուցիչը եկել է որպես վարչապետ եւ այդ շերտը գլուխը բարձրացրել է